Լոռու մարզում բացահայտվել են ապօրինի ծառահատումների դեպքեր։ Անտառտնտեսության տնօրենն ու անտառապետերն ապօրինի ծառահատումների թույլտվության դիմաց կաշառք են ստացել։ Հակակոռուպցիոն կոմիտեում 8 անձի, այդ թվում կաշառք ստացած պաշտոնյաների վերաբերյալ գործի նախաքննությունը ավարտվել է։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայ-Անտառպահակի Ջիլիզայի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենը համաձայնություն է ձեռք բերել նույն անտառտնտեսության անտառպետերի թվով 5 անտառպետերի հետ 2024 թվականի հունիսի-սեպտեմբեր նկատ ժամանակահատվածում մի շարք անձանցից օգտագործելով իրենց լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը մի շարք անձանցից ապօրինի թողտվություն դրսևորելու եւ ապօրինի այլ գործողությունների համար կաշառք ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո պաշտոնյաները բազմաթիվ անձանցից որպես կաշառք ստացել են ընդհանուր մոտ 1.5 միլիոն դրամ եւ դրա դիմաց թույլատրել բնակիչներին անտառտնտեսության տարածքից ապօրինի առանց որևէ խոչընդոտի, այդ թվում անտառահատման տոմսերով դրանցում սահմանված քանակը գերազանցող ծառահատումներ իրականացնել։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քննիչը ներկայացնում է ծառահատումների օրինական կերպով թույլտվության մեխանիզմը։ Վառելափայտ ձեռք բերելու համար բանկում վճարում կատարելուց հետո անտառտնտեսությունում կազմվում է պայմանագիր, հանձնման ընդունման ակտ, դուրս գրվում հարկային հաշիվ, ինչի հիման վրա անտառից նշված ծավալով թույլ է տրվում փայտ դուրս բերել։ Ջիլիզայի անտառտնտեսության մասնաճյուղում օրինակ վառելափայտի 1 խորանարդ մետրը 13320 դրամ է։ Այս դեպքում հիմնավորվել է, որ թեև հարկային հաշիվներում նշված է եղել 4 խորանարդ մետր, բայց դուրս է բերվել մինչև 8 խորանարդ մետր վառելափայտ։ Անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենին 5 անտառապետերին եւ կաշառք տվող 2 անձանց մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրյալներից 6-ի նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է որպես խախտման միջոց ներկալանքը եւ տնային կալանքը, 2-ի նկատմամբ բացակայելու արգելք են ընտրված։ Կաշառք ստացողների եւ տվողների գործով մաս է անջատվել ուղարկվել դատարան, ապօրինի ծառահատումների մասով նախաքննությունը շարունակվում է։ Նշանակված է մասնագիտական ստուգումն իրականացնում է բնապահպանության տեսչական մարմինը, ստուգման արդյունքներով պարզ կլինի արդեն պետությանը պատճառած վնասի չափը։ Ստուգումներից հետո պարզ կդառնա նաև թե ինչ ծառեր են հատվել, արդյոք եղել են կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ։ Քննիչ Նազարյանի խոսքով ոլորտի հսկողությունը իրենց ուշադրության կենտրոնում է ապօրինի ծառահատումներից մինչև այլ կոռուպցիոն դեպքեր ու չարաշահումներ։ Դրանց մասին տեղեկություններ չի բացառվում, այսուհետև ստացվեն նաև հակակոռուպցիոն կոմիտեում գործարկված թեժ գծի միջոցով։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։